Բարև ձեզ, հիմա կքննարկենք տնային խնդիրները։ Առաջին խնդիրը ով է ուզում ասի, Հայկ, Այո, առաջին խնդիրը դիտարկենք։ Գրաֆիկում պատկերված է 1 գրամ արծաթի գինը 9 հաջորդական օրերի ընթացքում պատասխանենք բոլոր հարցերին։ Առաջին հարցը մեզ ասում է, երբ է արծաթի գինը եղել է ամենաբարձրը, եթե մենք նայենք գրաֆիկին, մենք կարող ենք տեսնել, որ ամենաբարձր գինը եղել է մարտի 7-ին։ ճիշտ է, ամենաբարձրը ոնց ենք հասկանում, նայում ենք ամենավերևի կետը, դրան համապատասխանող թիվը ամենամեծն է, հետևաբար մարտի 7-ին կլինի ամենաբարձրը։ Ճիշտ է, բան, Երկրորդ հարցը բոլորն է գրանցել նախորդ օրվա համեմատ դրսոցի գնի ամենամեծ անկումը։ Ես պատասխանել եմ մարտի 11-ին, եթե մենք նայենք, մենք կարող ենք տեսնել, որ մեկ օրվա ընթացքում 394-ից ընկել է մինչև 380։ ճիշտ է, այս մարտի 10-ից 11-ը ամենաշատ անկումն ա եղել, ինքը նվազել է 6 երևի դոլար, Դրամ։ դրամ, 6 դրամ, իսկ նու մյուս կասկածելի դեպքը սա է, որ կարող է ստեղ ավելի քիչ ավելի շատ նվազած լինի, բայց դե երևում է, որ ստեղ մաքուր 3 հատ վանդակ է, իսկ ստեղ 2 վանդակ է ու մի քիչ, տենց կարանք հասկանանք, որ մարտի 11-ն է ամենաշատ անկում եղել։ Գ հարցը մեզ ասում է, որն է եղել ամենաշահավետը արծաթ գնելու եւ հաջորդ օրը վաճառելու համար։ Մենք կպատասխանենք մարտի 12-ին, որտեղ գինը եղել է ամենաէժանը, իսկ ամսի 13-ին արդեն լավ բարձրացել է վերը։ Իսկ այդտեղ կարևոր է, որ ամենաէժանն է ամսի 12-ին։ Նաև, որովհետև ավելի էժանով առնում ենք, ավելի թանկով ծախում ենք, պրոֆիտը ավելի մեծ է լինում։ Իսկ եթե սենց գրաֆիկը լիներ, այս ամեն կետը մի օր համարեք էլի, որ սենց կակաթե, Հա, այս դեպքում չորրորդ օրվան ամենալավը, որովհետև համեմատաբար ավելի շատ այս դեպքում բարձրացել սա է։ է, չէ, ամենաձեռնտուն, որտև հաջորդ մի օրվա ընթացքում ամենաշատը այս օրն է, որ աճել է։ Հա, Զուտ ասածը սեն է, որ այս ամսի 12-ին, որ ամենաէժանն է ընդհանուր, այդ այդքան էական չի, կարևորը, որ այս մի օրվա մեջ այսքանն աճել է։ հա, Մհմ։ Ու պատասխանը այս դեպքում ճիշտ է, ամսի 12-ին ամենաձեռնտունն է, օրինակ եթե մի գրամ առնենք, կծախսենք 386-ից քիչ, պայմանական 385 դրամ կծախսենք, իսկ որ հաջորդ օրը վաճառենք 392 կլինի գինը արդեն ու կստացվի, որ 7 դրամ մի գրամից աշխատեցինք։ չորրորդ հարցը Իսկ օրինակ, եթե ամսի 9-ին առնենք ու վաճառենք հաջորդ օրը, ինչ կլինի մեր շահույթը։ ամսի 9-ին մեզ մոտ 391 է, իսկ ամսի 10-ին 394, 3 դրամ շահույթ կունենք։ Օրինակ, եթե այս օրը նայենք, 391, իսկ դեղ 394, 3 դրամ շահույթ։ ճիշտ է, ամսի 9-ի դեպքում կլինի +3։ Իսկ եթե ամսի 7-ին, Ամսի 7-ին, եթե ամսի 7-ին գնենք, ապա ապա կկորցնենք գնի մեջ 395-ից եթե ամսի պայմանական 7-ին առնենք, 8-ին վաճառենք, 5 դրամ կկորցնենք։
5 դրամ մոտավոր կկորցնենք մի գրամից։ Չորրորդ հարցն մեզ ասում է, երբ է եղել արծաթի միջին ինչքան է եղել արծաթի միջին գինը մարտի 8-ով մարտի 11-ը ներառյալ ժամանակահատվածում։ Դե այստեղ ուղղակի դրել եմ 395 գումարել եմ 391, 394, 388, այդ ամենը բաժանել եմ 4-ի, ասել եմ հաշվիչով 390.7 կլորացրել եմ մինչև 391։ Այն մոտ ճիշտն ասած բան եղավ կապը։ Նորից կասես։ Հա, վերցեցի 395 գումարեցի 391, գումարեցի 394, գումարեցի 388, դրանից Նախ հետո պիտի հասկանանք այդ գները որոնք են, չէ՞։ ամսի 8-ից մինչև Սա, ամսի 11-ը։ սա, սա և սա։ Հա։ Հմ։ Գումարել եմ 395, 391, 394, 388։ Մոտ 394, մոտ 388։ Հա։ Եվ բաժանել եմ 4-ի, հաշվիչը ցույց է տվել 390.7 կլորացրել եմ մինչև 391։ 39.7։ Հա, կլորացրել մինչև չէ, ոչ 390.7 Հա, կլորացրել մինչև 391։ կլորացնելու կարիք չկա, բայց ընդհանրապես ոչ մի պրոբլեմ չկա։ Ամեն դեպքում պատասխանը սա է, էլի, եթե ճիշտ ենք հաշվել։ Այդ էլ չենք ստուգի հիմա, որտեվ բոլորը կարան անեն։ Երկրորդը ուրիշ ցանկացող կա։ Հակոբ, օրինակ, երկրորդը կասես։ Այո, այստեղ մեզ ասում է դատարկ լողավազանը լցնելու նպատակով բացեցին առաջի ծորակը, ապա երկրորդը։ Ժամանակի յուրաքանչյուր պահի լողավազանում եղած ջրի ծավալը պատկերված է գրաֆիկում։ Ա. Րոպեում քանի լիտր ջուր է լցվում առաջի ծորակից։ Այստեղ եթե նայում ենք գրաֆիկին, տեսնում ենք, որ 1 րոպե անց լողավազանում լցվել է 10 լիտր ջուր։ Այսինքն 1 րոպեում առաջի ծորակից լցվում է 10 լիտր։ Այ մի հատ էսան բան մի հատ նավսյակի ես էլ ասեմ, որտեվ իմ մոտ մի բան լավ չլսվեց ու եթե ինչ-որ ցանկացած պահի եթե կախում է, ընդհատեք, որ ինչ-որ մեկը պիտի նորից կրկնեմ, եթե ընդհատվում է։ Քանի որ սկզբում դատարկ կա, ու սկզբում մենակ առաջին ծորակն ենք բացել, գրաֆիկից տեսնում ենք, որ 1 րոպե հետո արդեն ավազանում լցված է լինում 10 լիտր ջուր, հետևաբար առաջին ծորակից 10 լիտր ջուր է լցվում։ Հիմա երկրորդը ասա։ Այստեղ ասում է րոպեում քանի լիտր ջուր է լցվում երկրորդ ծորակից։ Երկրորդ ծորակը մենք քանի որ կեսից ենք միացրել, այստեղ երևում է, որ 3-րդ րոպեից հետո նոր միացրել ենք երկրորդ ծորակը եւ մի րոպեում երկրորդ ծորակից լցվում է մոտավորապես 60 լիտր, չէ, 30 լիտր ջուր։ Արի բան հատ նորից ասա, որտեվ ես իմ մոտ կտրտեց քո ասածը, հավանաբար իմ կապի պատճառով, մի հատ նորից։ Քանի որ երկրորդ ծորակը կեսից ենք միացրել, այստեղ Նրանք հասկանանք, որ պահից ենք միացրել։ երևում է, որ միացրել ենք 3-րդ րոպեից։ Ճիշտ է, քանի որ այս պահից սկսել է ավելի արագ լցվել, որտեվ գիծը ավելի վերև է։ Վերև է, այդտեղից հասկանում ենք, որ երկրորդը միացրել ենք 3-րդ րոպեից։ Այո։ 3 րոպե հետո, այսինքն 4-րդ րոպեի։ Այստեղ երևում է, որ մի րոպեում լցվում է մոտավորապես 30 լիտր ջուր։
Եվ այդտեղից կարող ենք ասել, որ եթե առաջի ծորակից լցվում է 1 րոպեում 10 լիտր, երկրորդ ծորակից կլցվի մոտավորապես 20 լիտր։ Այս 1 րոպեում լցվում է սա, նկատի ունես մոտավոր Հա, 30։ Հարցը լսվեց, թե կրկնեմ։ հա, Եվ մոտավորապես այդքան։ Արի բան անենք։ Արի բան կարանք իրական ոչ թե մոտավորապես ասենք, այլ հստակ։ Տես։ Մենք ճիշտ է, եթե մի րոպե հետո ենք նայում, ստեղ ինչ որ չգիտենք ես ինչ կետ է, չէ՞, բայց եթե Այո։ նայենք 2 րոպե հետո, արդեն այստեղ հստակ կտեսնենք, որ առաջինն ու երկրորդը միասին 2 րոպեում, այսինքն արի սենց գրենք 2 անգամ առաջին պլյուս 2-ը միասին կլցնեն 80-ից հանած 30, այսինքն 50։ Այսինքն 2 հատ առաջին գումարած երկրորդը, մի հատ առաջին գումարած երկրորդը կլինի 25։ Մեկ րոպեում կլցնի 15 լիտր։ 15 լիտր։ Ճիշտ է։ Այո։ Եվ երրորդ հարցը, որքան ժամանակում կլցվի լողավազանը, եթե նրա ծավալը 250 լիտր է։ Այստեղ ես վերցրել եմ, որ 2 րոպեում այն երկու ծորակից լցվում է 50 լիտր, եւ 250-ը բաժանել եմ 50-ից, ստացել եմ 5։ Այսինքն հետո վերջում էլ 5 անգամ 2 եմ արել եւ ստացել եմ 10 րոպեում։ Ինձ թվում է մենք ոնց որ առաջի 3 րոպեն ամեն դեպքում այս մենակ առաջին ծորակն է բաց։ Եթե տենց ունենք։ այստեղ մենք արդեն կարող նայենք գրաֆիկին, տեսել ենք, որ 7 րոպեում 130 լիտր արդեն լցրած է։ 250-ից հանում ենք 130-ը, ստանում ենք 120։ Դե որ 120 արդեն ունենք, դե որ 120 պետք է լցնենք, րոպեում լցնում է 25, դե որ տենց է, կլինի մեկը գիզ 25, x-ը 200, 120, այդտեղից էլ հետևում է, որ կլսվի 4 րոպե 12 վայրկյանում, դե 7 րոպեին գումարում ենք 4 րոպե 12 վայրկյան, կստանանք 11 րոպե 12 վայրկյան։ Ինձ թվում է երկրորդ հարցը մի քիչ ուրիշ ձև ասացիր, բայց կարանք ուղղակի, քանի որ մի րոպեում միասին 25 լիտր են լցնում, 120 լիտրը կլցնեն 120 բաժանած 25 րոպեում, չէ՞։ Հետո ստացել էիր 4 րոպե 12 վայրկյան։ 4 րոպե 12 վայրկյան։ Դրանք գումարում ենք այն 7 րոպե, ստանում ենք 11 րոպե 12 վայրկյան, իսկ Բայց ուրեմն եթե հաշվենք առնվար արդեն լցրած է, ուրեմն 4 րոպե 12 վայրկյան պատասխանի։ Այդտեղ կարևոր է մենք որ պահից ենք համարում, որ սկսում ենք գնալ։ Հիմա այս 120 բաժանած 25-ը 4,4/5 րոպեն է, որով հասարակ 4 րոպե ու 48 վայրկյան։ 48 վայրկյան, ու հիմա հարցենը մենք համարում ենք, որ լողավազանը 0-ից է լսվում, թե 130 լիտր արդեն կա, թե 130 լիտր չկա, 11 րոպե 48 վայրկյան, իսկ եթե հաշվենք առնում որ արդեն լսրած է, ուրեմն 4 րոպե 48 վայրկյան։ 0-ից ենք հաշվում, բայց սենց որ սկզբում սենց է լցվում, հետո այսինքն այս 7 րոպեին պիտի գումարենք այս 4 րոպե 48 վայրկյանը ու կստացվի 11 րոպե 11 րոպե
48 48 Իսկ եթե 0-ից միաժամանակ երկուսն է բացենք, կլինի 250 բաժանած 25 ու կլինի 10 րոպե։ Նա երրորդ խնդիրը։ Ասում է, որ հեծանվորդը շարժվել է 10 րոպե անդադար եւ գրաֆիկում պատկերված է իր հեռավորությունը տնից։ Ուզում եմ մենք բացատրենք, թե ինչու իր հեռավորությունը տնից չի փոխվում, բայց ինքը չի շարժվում։ Ես մի քիչ երկրաշարժական եմ լուծել, տունը մի հատ կետ է, նշանակ է A կետ, եւ այդ A կետից ցանկացած ուղիղ եմ տարել, այդ կետը հատող ուղիղ։ Եվ այդ ուղին ուրիշ մի հատ զուգահեռ ուղիղ, որի հեռավորությունը այդ A կետից կլինի 300 մետր։ Եվ ենթադրել եմ, որ հեծանվորդը գնում է եւ այդ ուղով հետ էր գալիս, գնում հետ էր գալիս։ Որ ուղղով սենց ստեղից գնում է հետ է գալիս, բայց եթե գնա հետ գա, իր հեռավորությունը սկզբում սենց կլինի, հետո սենց կփոխվի, չէ՞։ Իսկ հեռավորությունը ստեղ նշած է, որ ինչ որ էս մի րոպեի պայմանական մի րոպեի ընթացքում տնից 300 մետր հեռվանում է, իսկ հետո հեռավորությունը չի փոխվում։ Դա ինչ է նշանակում։ Սկզբում 0 էր տնից հեռավորությունը, հետո հասնում է 300 մետր ու չի փոխվում։ Բայց մյուս կողմից էլ ասում է, որ ինքը դադարի վիճակում չի։ Այդ նշանակում է, որ ինքը սկսում է տան շուրջը շրջանագծով պտտվել։ Եվ R-ը հավասար է 300 մետր։ Հա, որի շառավիղը ֆիքսված 300 մետր է։ Ну, ես վատ նկարեցի, բայց այս ընթացքում, եթե իր հեռավորությունը նայենք, ժամանակից կախված, միշտ 300 կլինի, այսինքն ինքը շարժվել է շրջանաձև։ Պարզ էր, Հակոբ։ Այո։ Նա չորրորդ խնդիրը։ Հակոբ պահանջում ինձ թվում է սխալ կա, որտեվ այս հարցը միարժեք պատասխան կարող է չունենա։ Մի հատ բան արամ հարցնեմ, ինձ թվում է G հարցը լիարժեք պատասխան չի կարող, օրինակ G-ն 100%, որովհետև ասում է 3 շաբթի եւ կիրակի, իսկ երկու շաբթին կարող լինի ցանկացած թիվ։ Չէ, G-ի մասին ես։ Հա։ Լարես B-ից պրծնենք։ Մի հատ բան կարամ առաջարկեմ։ Ահա։ Դե այստեղ հավասարում ունենք 3 շաբթին նշանակենք x, 4 շաբթին y, պետք է տեսնենք որն է մեծ, մեզ մոտ լինում է x մինուս 25 հավասար է y-ի հակադիրին։ Ես ավելի լավ առաջարկ ունեմ։ Նա։ Եկեք հասկանանք, որ այս հարցը միարժեք պատասխան չունի, այսինքն համ կարա մեկը 3 շաբթին շատ լինի, համ 4 շաբթին։ Փորձենք դա ցույց տանք ու եթե չստացվի, արդեն կմտածենք, բայց ինձ թվում է կստացվի։ Օրինակ, եկեք կարա սենց լինի, չէ՞, ի վերցնենք 4 շաբթին
թող հավասար լինի 25-ի հենց։ Այդ դեպքում 3 շաբթին կլինի 0, չէ՞։ Որտև էսի 0 պլյուս 25-ն է։ Չէ, Հակոբ։ Այո։ Զուտ մի հատ օրինակ ենք կառուցում, հետո մի հատ էլ հակառակ օրինակը փորձենք կառուցենք։ Հիմա եթե այս օրը 0 է, այս օրը 25 է, երկուշաբթի պիտի լինի 32, որտեղ այստեղ կլինի 0 պլյուս 32։ Հիմա այստեղ 25 է, այս ուրեմն 5 շաբթի եղել է այստեղ 25 գումարած 9, չէ, որ լինի 34։ Հետո 9-ին գումարած 18, հետո 18-ին գումարած 40, 40-ից հանած 18, այստեղ կմնա 22 հատ, որ այստեղ լինի 18 գումարած 22։ Այստեղ էլ կլինի 22-ին գումարած 12։ Ճիշտ է, Հակոբ։ Այո։ Հիմա այս օրինակում մենք ստացանք, որ չորեքշաբթին մեծ է 3 շաբթից։ Ստեղ էլ դե պարզ է, ինչ որ կլինի 32 գումարած 3, այսինքն էլ նախորդ կիրակի օրը 3 հատակցի։ Մեկ եք մի հատ ուրիշ օրինակ վերցնենք, որ հակառակը լինի։ Օրինակ, եթե սա վերցնենք, եկեք սա վերցնենք 25, սա 0, սա 0, այդ դեպքում այս երկուշաբթին կլինի 7, որ գումարը լինի, այդտեղ լինի 7 գումարած 25, այստեղ կլինի 25 գումարած 0, հետո այստեղ կլինի Ջեր Վաչագան, բայց եթե չորեքշաբթին 0 են նշանակում, ուրեմն 3 շաբթի գումարած չորեքշաբթի հավասար է 0, ուրեմն 3 շաբթին էլ չպետք է 0 լինի։ որ չորեքշաբթի 0 է, իսկ Ուրեմն 3 շաբթի գումարած չորեքշաբթին 25։ բայց չորեքշաբթի բայց չէր ասում, ոչ թե պահանջն ասում էր նախորդ օրվա, ուրեմն չորեքշաբթին հավասար կլինի չորեքշաբթի օրվա օրը նետած, գումարած 3 շաբթի օրվանը։ Հա, Եթե 25 է, քանի որ չորեքշաբթին վերցրել ենք 0, 3 շաբթին պիտի լինի 25։ հա, սկաց։ Սա որ սենց անենք կարող չստացվի, որտև հիմա ստեղ պետք է լինի 34, որ ստեղ լինի 0 գումարած 34, չէ։ Այք։ Հա, տենց պետք է։ Բայց հիմա ստեղ էլ արդեն պիտի լինի 34-ին գումարած ինչ-որ բան, որ լինի 27։ Դե ուղղակի այս լուծման բանի ինչի իմ դուրը չի գալիս, որ մենք դնում ենք 0.25, կարող է 1.24-ը։ Հիմա պետք է դի լավացնենք։ Հա, Կարող ենք բան անենք, ոչ թե վերցնենք 0.25, այլ ավելի լավ կլինի վերցնենք 13, 12։ դե տենց լիքը դեպքեր կա, պետք է բոլորը դիտարկես, որ ասես, կամ էլ Բոլորը պետք չի, մենք ուզում ենք ցույց տանք, որ այս հարցը բանը կոռեկտ չի։ Այսինքն ինչ որ երկու հատ օրինակ, որ մի դեպքում սա է մեծ, մյուս դեպքում սա։ իսկ հա, լավ, սկաց։ Ուզում եմ ասել, իսկ կարան կապացնենք, որ կա դեպք, որ մի քիչ ուրիշ է, բայց չեմ հասկացել։ Եթե սենց անենք, ստեղ դե կստացվի 19,
Ստեղ 12, ուրեմն 22 պիտի լինի, որ գումարը տա 34, ստեղ 22, ուրեմն 5, հետո եթե ստեղ 5-ը, ուրեմն ստեղ պիտի գումարը 40 լինի, կլինի 35, այգու, ստեղ էլ պիտի լինի -1, այսինքն իրականում ոնց որ հարցը կարող է կոռեկտ է, ես սխալ ենք ենթադրել։ Դե հիմա մենք պետք է նայենք ոչ միայն 13 ու 12-ն, այլ մնացած ուրիշ տարբերակներն էլ, որ 100%-ով կարողանանք պնդենք, որ սխալ է հարցը կամ ճիշտ է։ Իրականում ճիշտ ես ասում, եթե ստուգենք ու ստանանք, որ բոլոր դեպքերում ստեղ բացասական թիվ է ստացվելու, այդ դեպքում բան է, կստանանք, որ միշտ չորեքշաբթին մեծ է երեքշաբթից, Բայց դա իմանալու համար պետք է բոլոր դեպքերը ստուգենք կամ ինչ-որ օրինաչափություն։ կամ ուրիշ ավելի խելամիտ ձև մտածենք։ Կարանք խմբակից հետո նստենք մտածենք կամ էլ մեզ թողեք մեզ շաբաթօրը ներկայացնենք։ Եկեք հələ մի 5 րոպե ես մտածեմ մի հատ։ Ես մի հատ սենց առաջարկ ունեմ։ Չգիտեմ կաշխատի թե չէ, բայց օրինակ, եթե ստեղ երկուշաբթի լիներ դրա փոխարեն, ինչ կանեիք։ Ես կենթադրեի, որ երեքշաբթին ինչ-որ թվեր են, կսկսեի մասնավոր դեպքերն են, հետո ինչ-որ օրինաչափություն կգտնեի կամ էլ կդիտարկեի և կտեսնեի, որ օրինակ երկուշաբթին երբեք չկարա չորեքշաբթից մեծ է լինի, հեշտով կդնեի գնալ։ Օրինակ, եթե ստեղ երկուշաբթի լիներ, մենք կարայինք դիտարկենք այս երկու կետերը, չէ, այս երկու կետերը, ու ասեինք, որ քանի որ սա երկուշաբթի պլյուս երեքշաբթին է, իսկ սա երեքշաբթի պլյուս չորեքշաբթին է, ու այս երեքշաբթիները նույնն են, չէ, հետևաբար երկուշաբթին չորեքշաբթիից մեծ է, որտև այս կետը ավելի բարձր է, քան այս կետը, չէ։ Հա։ Դե ձեր բերած օրինակով մենք կարանք հիմա դիտարկենք երեքշաբթին ու հինգշաբթի կետերը ու նայենք։ Օրինակ կարանք ասենք, որ երեքշաբթին հինգշաբթիից փոքր է, չէ, որտև շուտ ստեղից ստացանք, որ երկուշաբթին մեծ է չորեքշաբթի, իսկ չորեքշաբթին ու ուրբաթը ոնց են դասավորված։ Հինգշաբթի գումարած ուրբաթը մեծ է երեքշաբթի գումարած չորեքշաբթիից։ Կամ էլ կարանք ավելի լավ բան ասենք, հինգշաբթի գումարած չորեքշաբթին ավելի մեծ է, քան ուրբաթ գումարած հինգշաբթի, հետևաբար չորեքշաբթին մեծ է ուրբաթից։ Չորեքշաբթի պլյուս հինգշաբթին մեծ է հինգշաբթի պլյուս ուրբաթից, ուրեմն չորեքշաբթին մեծ է ուրբաթից, իսկ ուրբաթն ու կիրակին են մյուս, էլի այս երկու կետերը չէ կհամեմատենք,
Էս է մեծա կիրակից ստացվելու, որտեղ էսի ուրբաթ պլյուս շաբաթն է, իսկ էսի շաբաթ պլյուս կիրակին։ Պես պնդումը պարզ էր վերջի, որ ասեցի, Հակոբ։ Հրանտից դու հետևում ես։ Այո։ Իսկ Մի հատ բան կարամ ասեմ։ Դե նաև մենք կարանք ասենք, որ 5 շաբթին մեծ է 4 շաբթից, որովհետև չեմ իվերկեմ։ 5 շաբթին մեծ է 3 շաբթից, կարանք ասենք։ Միշտ է 3 շաբթին, փոքր է 5 շաբթի։ Դե որ փոքր է, եթե մենք կարողանանք ապացուցենք, որ Իսկ կարող է ուրբաթ շաբաթն էլ 5 շաբթից է մեծ։ ուրբաթ շաբաթը դե շաբաթը դա իրականում 5 շաբթի գումարած ուրբաթ գումարած շաբաթ է։ Իսկ 5 շաբթին 4 շաբթի գումարած 5 շաբթի է։ 5 շաբթիները կրճատվում է, լինում է 4 շաբթի, ընդեղ շաբաթ ու ուրբաթ, որ ավելի փոքր է։ Հասկացա։ Դե նայեք, 5 շաբթիներից ինչ է ներկայացնում, 4 շաբթի գումարած 5 շաբթի, ճիշտ է։ Հա։ Իսկ ուրբաթը ներկայացնում է 5 շաբթի, չէ, բան ուզում եմ ենթադրեի, որ 5 շաբթի գումարած 4 շաբթի, Օրինակ, եթե սրան նայենք, ու սրան, ուրբաթները ընդհանուր է, կարանք ասենք, որ 5 շաբթին է շաբաթից է փոքր։ Այսինքն սենց ինչ-որ բան ենք ստանում։ Դասավորություն։ Հիմա 3 շաբթին ու 4 շաբթին ոնց համեմատել, այդի, չգիտեմ, որ տենց հեշտ լինի էլի, ոչ թե սենց դնենք, բան ունենք։ Դե Լավ, կարանք վերադառնանք այն իմ ամենասկզբում ասած հավասարմանը, որ այդ հավասարումը ոնց որ այդ նույն այս դեպքեր դիտարկելուն է գալու վերջում։ Ինձ թվում է, հա։ ինձ թվում է ավելի հեշտ կարելի է այդտեղ դիտարկել նայելով, դե որ էսա է։ Լավ, Հայկի, ոնց որ կարաս այդ մի հատ փորձես։ Եկեք լավ այս խնդրի վրա էլ ժամանակ չծախսենք, մենակ ասենք, որ եթե ստեղ լինի 2 շաբթի, այդ դեպքում համեմատում ենք սա և սա, ստեղ կլինի 2 շաբթի պլյուս 3 շաբթի, ստեղ 3 շաբթի պլյուս 4 շաբթի, ու քանի որ 3 շաբթիները ընդհանուր են, ունենանք, որ 2 շաբթին մեծ է 4 շաբթից։ Հիմա գն։ Քանի նետում է կատարել կիրակի օրը, եթե 3 շաբթի արել է 11 նետում։ Հրանտ արել ես ես գն։ Գն։ Չէ, գն չեմ կարողացել։ Ընդհանրապես այս վարժություն, որ ճիշտն ասեմ։ Հակոբ։
Այո, լուծել եմ։ Ահա, Այստեղ մեզ ասում է, որ երեքշաբթի նա կատարել է 11 նետում, ահա, չորեքշաբթի նա երեքշաբթի պլյուս չորեքշաբթի կատարել է 25, այսինքն 25-ից հանում ենք 11, ստանում ենք, որ չորեքշաբթի 14։ ահա, Հինգշաբթի օրը նա կատարել է 34 նետում, եւ 34-ից հանում ենք 14, հավասար է 20։ ահա, Ուրբաթ օրը նա արել է 25, եթե 27, 27, եթե 27-ից հանենք 20, կստանանք 7։ ահա, Շաբաթ օրը նա կատարել է 40 նետում, եթե 40-ից հանենք 7, կստանանք 33։ 40-ից 7 կլինի 33, Կիրակի օրը նա կատարել է 34 նետում, եւ եթե 34-ից հանենք 33, կստանանք 1։ Այսինքն կիրակի օրը նա կատարել է 1 նետում։ ճիշտ է։ Եք հաջորդ խնդիրը։ Մեկ է մի հատ բան ասեմ, օրինակ, տեսեք, եթե ես մեր սկզբնական խնդրի B-ի մասին, օրինակ, երբ որ էսի սարքենք 12, մեկով պլյուս 1 կլինի, չէ՞, Հայկ։ Հա, Այս 14-ը կլինի մինուս 1, չէ՞, որտեվ այս կողմը եթե մեկով ավելացրեցինք այնտեղ պիտի մեկով բան լինի, փոքրանա, որ գումարը հաստատուն լինի։ որ մինուս 1 անհնար է։ Չէ, 14 մինուս 1։ Հա, Սա մեկով մեծանում է, սա մեկով փոքրանում է։ հա, ես էլ որ իմ հավասարումը դիտարկում էի, հակառակ Հիմա եթե սա մինուս 1 ա եղել, ուրեմն հաջորդը պիտի պլյուս 1 լինի։ Այսինքն հաջորդն է մինուս 1։ Այսինքն սա էլ պլյուս 1, սել այն մեքենան զոր այսա մինուս 1։ Այսինքն այս դեպքում կլինի 0 ստեղ վերջը։ Հա։ Հիմա եթե մի հատ էլ այսինքն փաստացի լուծեցինք, էլի։ Պետք էր սկզբում գն անել, հետո բն։ Հիմա եթե մի հատ է պլյուս 1 անենք, որ 3 շաբթին մեծ լինի 2 շաբթից, ստեղ կլինի էլի մինուս 1, հետո պլյուս 1, մինուս 1, պլյուս 1, մինուս 1, ստեղ կստացվի 0-ից մինուս 1, բայց տենց չի կարող լինի։ ուրեմն չորեքշաբթին միշտ մեծ է։ Չորեքշաբթին 3 շաբթից մեծ է։ Չգիտեմ, այս բարդ խնդիրը երևի պատահման բեր ընկել, ես ավելի հակված եմ, որ պիտի սենց լիներ, էլի, երկշաբթի և չորեքշաբթի։ Վերջապես հաջորդ խնդիրը, 5-րդ։ Հրանտ, լուծել ես, Այո, ասես, 1 կիլոգրամ խնձորն արժի 600 դրամ, տանձը 1000, թեղցը 1100 դրամ, սերկևիլը 450 դրամ, իսկ նարինջը 700 դրամ։ Հիստոգրամում պատկերված են 1 օրվա ընթացքում խանութի վաճառված մրգերը կիլոգրամներով։ Ընդամենը քանի դրամի տանձ է վաճառել խանութը։ Ես ստացել եմ 12000 դրամ։ ոնց է ստացել, Դե մի կիլոն 1000 դրամ է, 12 կիլոն կստացվի 12 անգամ 1000, ստացվա 12000։ ճիշտ է, հիստոգրամից տեսնում ենք, որ 12 կիլոգրամ է վաճառվել, դրամաբար 12 անգամ 1000 կլինի 12000 դրամ։ Բն, Ընդամենը քանի կիլոգրամ միրգ է վաճառվել։ Բայ ես դրամով եմ հաշվել, բայց կիլոգրամն է կարամ հիմա ասեմ։ ասա, Խնձորը 30 կիլոգրամ, ճիշտ է, տանձը 12 արդեն ասել էինք, դեղցը 24, հիմա 25, 25, հա 25, սերկևիլը 4,
5, լավ, էս էլ 5, իսկ նարինջը 22, Վարդյան, հա, 22, արդյունքում ստացվեց, այս թվերի 94, 94, հա, 94, գնել ասեմ, որքան է կազմում խանութի եկամուտը, ես այս բոլոր մշկերի գումարը, իրար եմ գումարը, ստացել եմ 75,150 դրամ, Ճիշտ է, եկեք բան, եկամուտը իրա ընդհանուր պիտի այսինքն գտնենք գինը, չէ, դեղցը 1100 էր, ըհը, 450 ու նարինջը 700, այստեղ կլինի 18,000 դրամ, չէ, 30 կիլո խնձոր ըհը, եթե 12,000 տանձը, ըհը, դեղցը 27,500, Սերկևիլը 2250 ու նարինջը 15400 հաշվիչով հաշվել եմ, մնում է այս թվերը իրար գումարել, էտել 75150, միջինը որքան եկամուտ է ունեցել խանութը մեկ մրգի վաճառքից, ես 75150-ը բաժանել եմ 5-ից, ստացել եմ 15030, որտև 5-ը միշտ կար, ընդհանուր նրա 75100, յուրաքանչյուրը մոտավորապես քան հա, քանի որ 5 տեսակի միրգ 150, ունենք, ստեղ այդ նկատի ունենք, այսի որ բաժանենք 5-ի կստացվի 15030, Այս է 5-րդ վարժությունը, հարց չկա, չէ, Ես ունեմ մի հատ հարց։ Դեն մենք ստացանք, որ միջինում մեկ մրգի վաճառքից ասել է 15000 դրամ։ մեկ տեսակի մրգից, Հա, մի հատիկ ծախել է ու ստացել է 15000։ ոչ թե մի հատ օրինակ խնձոր է վաճառել ու ստացել 15000, այլ ունի 5 տեսակի միրգ, խնձոր, տանձ, դեղց, սերկևիլ ու նարինջ, ու ինչ-որ տեսակի միրգ վաճառելուց ստացել է 15030 դրամ միջինում։ Հա, ու մի հատ գայի հետ էլ մի հատ հարց ունեմ։ Ես մի քիչ ուրիշ ձև եմ արել, ես կարծես վերցել եմ բոլոր մրգերի գները գումարել եմ իրար, միջին թվաբանական եմ արել, ու արել եմ անգամ 94։ Ինչի՞։ Որովհետև դվեր տենց անում ենք, դուք ասում եք, դա այն թիմն է, որ եթե մենք դնենք այդ 1100 այդ թվերի տեղը, նույն բանն է ստացվելու, որ անգամ 94 եմ արել, ինչ որ մոտիկ թիվ եմ ստացել։ Հա, բայց հայ, օրինակ մի հատ արին մի հատ գրենք ինչ ես արել, որ հասկանանք սխալը։ Հիմա նորից ասա, մի հատ։ 600-ին գումարել եմ 1000, գումարել եմ 1100, Գումարած 1000, գումարած 1100, գումարած 450, գումարած 700, բաժանած 5, հա, բաժանած 5 անգամ 94, այո, հիմա արի սենց բան անենք, վերցնենք հիստոգրամը մի քիչ փոխենք, այսինքն օրինակ վերցնենք այս սերկևիլը իջացնենք 1-2 կիլոգրամ, իսկ տանձը 2 կիլոգրամով շատացնենք։ Ստեղ ինչ-որ այս արտահայտության մեջ ինչ-որ բան կփոխվի, չէ, 94 կիլոգրամ ընդհանուր կմնա,
բոլոր գները նույնն են, 5 տեսակի միրգ է, չէ՞։ Հա, Բայց մեր ընդհանուր վաճառքը կփոխվի, չէ՞։ հա, Եկամուտը եթե փոխվում է, միջինը կփոխվի։ հա, Հիմա խնդիրը այն է, որ ստեղ կարևոր է, օրինակ, եթե բոլոր մրգերից հավասար քանակությամբ վաճառած լինեինք, հմ, այդ դեպքում քո ասածը ճիշտ կլիներ, բայց այս դեպքում տենց չի։ Էսի միջին չի, էլի։ Սա օրինակ, եթե հարցներ որքան արժե 1 կիլոգրամ, միջինում 1 կիլոգրամ միրգը որքան արժի, դա կլինի սա։ հա, Բայց եթե ունենք սենց հստակ տվյալ, որ ամեն մեկից այսքան վաճառվել է, այդ արդեն ուրիշ հարց է։ հմ, հմ, Ռոգար։ հա, Ըհը։ 6-րդը Հակոբ։ Այստեղ մեզ ասում է, որ 3 գործարան արտադրում են ժամացույցներ, որոնց մի մասը որակյալ է, իսկ մնացածը խոտան։ Յուրաքանչյուր գործարանում արտադրված ժամացույցների ընդհանուր թիվն ու խոտանի քանակությունը պատկերված են հիստոգրամներում, որ գործարանի արտադրած ժամացույցներն են ավելի որակյալ։ Ըհը։ Ես այստեղ գրել եմ 3-րդ գործարանինը, քանի որ նա մնացածի հետ համեմատ ավելի շատ ժամացույցներ է արտադրել եւ խոտանների քանակը ավելի քիչ է։ Բայց օրինակ երկրորդ գործարանը ավելի շատ է արտադրել։ Նա ավելի շատ է արտադրել, բայց ավելի շատ խոտաններ ունի։ Օրինակ, Բայց եթե թվերով ենք հաշվում, երկրորդն ամենավորակյալ։ ո՞նց ես հաշվում, Հրանտ։ Ինչ։ Ո՞նց ես հաշվում։ Դեսկան հաշվում եմ ընդհանուր ժամացույցներին, իսկ հետո հանում խոտաններին, ստանում ենք որակյալները, ու տենց երկրորդ գործարանի մոտ ավելի շատ որակյալ ժամացույց կա, քան այն մյուսների մոտ։ Հրանտը ասում է սենց եկեք անենք, առաջին տեսակինը 300-ից հանենք իրա խոտանները, այսինքն 40 կլինի 260։ Երկրորդը 500-ից անենք 50, այս համարենք 50-ը, էլի։ 450 երկրորդ տեսակից։ Իսկ երրորդը 450-ից հանենք 20, լինի 430 երրորդ տեսակի։ Ու քանի որ ստեղ 450-ն է ամենամեծն է, հետևաբար երկրորդը ամենավորակյալն է։ Չէ՞, նրանք տես ես ասում։ Այո։ Իսկ համաձայն եք Հրանտի հետ։ Ոչ, Իսկ դու Հայկ։ ոչ, տոկոսով է պետք հաշվել, իրանք որ տոկոսով եթե հաշվենք, երրորդը Ճիշտ ամենաբանը։ է։ Հրանտ պատկերացրու, այս երկրորդ գործարանը ոչ թե 500 է տպում, արտադրում, այլ ասենք 1000 հատ։ 1000 հատ տպում է, ու իրա խոտարն էլ ոչ թե 50 է, այլ 550-ը։ Այս ինչ կնշանակի, 1000-ից հանած 550 կլինի 450, չէ՞։ Հրանտ։ Կեսից ավել է, այսինքն անորակ է։ Կեսից ավել է, այսինքն հա, խոտան է, այսինքն այս դեպքում վաբշե բան չի, հասկանում ենք, որ երկրորդ գործարանը պետք է փակել։ Դրա համար, այդ որ ասում ենք կեսից ավելի, ոնց որ
կեսին մոտիկա այդ կեսը բանա չէ ինքն իրանով արդեն ինչ որ ամբողջի ինչ որ մասն է կամ տոկոսն է։ Դրա համար սենց դեպքերում պետք է նայել մասերով կամ տոկոսներով, թե քանի տոկոսն է խոտան արտադրանքի։ Դրա համար կարանք նայենք առաջինը օրինակ 4300-րդն է անգամ 100%, կլինի 40-րդ տոկոս, չէ, այսքան մասը խոտան է, երկրորդը 5500-րդ անգամ 100 հավասար է 10%, երրորդ դեպքում 20 բաժանած 4-ով 50 անգամ 100%, այսի որ մի հատ զրոներով կրճատենք, մի հատ 5-երով կրճատենք, կստացվի 49-րդ տոկոս, որը մոտավորապես 5-ից փոքր է, 4.5 է մոտավոր։ Ստացանք, որ երրորդ էսը 13-ից մի քիչ ավել է, մոտավոր 13%։ Ստացանք առաջին գործարանի խոտանը 13% է մոտավոր, երկրորդինը 10%, երրորդինը 4.5%։ Որ գործարանի արտադրանքն է ավելի որակյալ, հրատ։ Երրորդ Ճիշտ է, որտեվ դրա խոտանը ամենափոքրն է։ Եվ վերջապես վերջին խնդիրը Հայկ Այո, խնդիր համար 7-ը մեզ ասում է, որ հիստոգրամում պատկերված է կարի արտադրման վճարված գլխարկների թիվը, եւ հարցերը մեզ տալիս, հարց համար առաջինը մեզ ասում է, որ ամսման է վճարվել ամենակիչ գլխարկները, պատասխանը օգոստոսին վճարվել են գլխարկների ամենակիչ քանակը։ Ճիշտ է, ամենակիչը օգոստոսին, իսկ ամենաշատը Նոյեմբերին։ ճիշտ է, որտեվ մեկը ամենացածրն է, մյուսը ամենաբարձրը։ Ամենատակ ամիսը ու ամենասեռ ամիսը։ Հունվարը երևի ավելի սառն է, բայց նոյեմբերից են սկսում ցրտերը, դրա համար այդ վաղտվանից կարելի է գլխարկ առնել։ Գն ավելի բարդ էր, որտեվ մի քիչ բարդ է հասկանալ մակարդակը հիստոգրամին, ինձ թվում է ճիշտ եմ գրել, դե հունվարը 70, փետրվարը 60, մարտը 50, հետո ապրիլը 30, մայիսը 25, հունիսը 15, հուլիսը էլի 25, օգոստոսը 5, Եկեք բան անենք, եկեք, որ շատ երկար չտևի, զուտ ասենք, թե ինչ պիտի անենք։ պետքա վերցնենք նոյեմբերը մնոտ 80-ը, ընդհանուր 80-ը բաժանենք գլխարկների ընդհանուր քանակին անենք անգամ 100, կամ էլ 8000-ը բաժան, ինչ? Այդ գնես ասում, բաբան, ամենաշատ գլխարկները նոյեմբեր, ասեցի։ չասում է, որ եղանակին, Եղանակին, ձմռանը ամենաշատը, ճիշտ է, պետք է սենց 3 խմբերի բաժանենք, ամեն եղանակն ու իր ամիսները, այս ձմեռը մի քիչ բան է, կտրված է, բայց այս պետք է այդ 3-ը գումարենք իրար ու տեսնենք, որն է ամենաշատը, նույնիսկ կարանք նոր հիստոգրամ գծենք, ստեղ օրինակ ձմեռ, գարուն,
Համար աշուն ու կստացվեն սենց ինչ-որ հիստոգրամներ, Մ, հավանաբար, որտեղ ձմեռը ամենաբարձրը։ ամենաշատն է։ Եվ գն այստեղ 70 գումարած 60, 50, 30, 25, 15, 10, 5, 25, 50, 80, 70, այդ ամենը գումարվում է լինում է 290 ու 80-ը բաժանում եմ 290-ի անամ անգամ 100 ստանում եմ մոտավորապես 16%։ Մի րոպե, այս հարցը ամենաեկամտաբեր ամիսը նոյեմբերն է, հա, բաժանում ես, Ընդհանուր քանակին պետք է 80-ը ուղղակի բաժանել 290-ի անել անգամ 100։ 80 բաժանած ինչքան, 290 անգամ 100, Հա, մոտավորապես 16%։ հա, Այդքան։ լավ, նստունայինից պրծանք,